Փաստորեն Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեզնից գաղտնի է պահում Հայաստանի իրական սահմաններն ու քարտեզը, որովհետև միայն այն բանից հետո, երբ ընդդիմադիր գործիչ Արման Թաթոյանը բացահայտեց, որ ադրբեջանական զինված ուժերը դիրքային առաջխաղացումներ են ունեցել 2025 թվականին, ներխուժումներ են իրականացրել Հայաստանի տարածք, պաշտպանության նախարարությունը շտապեց հերքել եւ հիմա հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ցույց է տալիս, որ Արման Թաթոյանը հիմնվել է Google քարտեզների վրա, իսկ իրականում Հայաստանի սահմանները որոշված են 1975 թվականի սովետական քարտեզներով, ըստ որոնց իրականում ադրբեջանցիները ոչ թե ներխուժել են, այլ փաստորեն կանգնել են հայ-ադրբեջանական իրական սահմանին։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ 100,000 մասշտաբի տեղագրական քարտեզներով, որոնք ունեն իրավական ուժ, այն քարտեզն է, որը հաստատվել է պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ քարտեզը, որտեղ տեղին գծանշումով ցուցադրված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը, կանաչ գծանշումով ներկայացված է Google Earth ծրագրային ապահովման ներկայացրած սահմանագիծը, որը ունի իրավական հիմք եւ ունի շեղումներ, ինչի մասին արդեն նշեցի, եւ կապույտ գծանշումով ներկայացված է այն դիրքը, որի մասին այս քննարկումները սկիզբ են առել եւ շարունակվում են արդեն օրեր շարունակ։ Ինչպես տեսնում եք, Ադրբեջանի զինված ուժերի դիրքը չի հատում Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը։ Ես մի քանի հարց ունեմ մեր պաշտպանության նախարարությանը եւ ընդհանրապես իշխանություններին։ Ինչու է միշտ այնպես ստացվում, որ ձեր բոլոր հիմնավորումները ծառայում են միայն Ադրբեջանի օգտին։ Ինչու եք գաղտնի պահում այդ քարտեզը։ Ինչու եք օգտագործում միայն այն ժամանակ, երբ պետք է արդարանաք եւ ստի մեջ մեղադրեք ձեր ընդդիմախոսներին եւ բացի Ադրբեջանին արդարացնելուց ուրիշ որևէ խնդիր չլուծեք։ Ինչու որևէ սահմանազատում եւ խորհրդային միության որևէ քարտեզ Հայաստանի օգտին չէ։ Ինչու այդպես ստացվում։ Հրապարակեք այդ քարտեզը ամբողջությամբ 1975 թվականի, որ նշում եք, մի հատ տեսնենք, թե դա ինչ սահմաններ է։ Եթե դուք գաղտնի եք պահում քարտեզ, ուրեմն գաղտնի եք պահում ճշմարտությունը։ Որևէ նորմալ երկիր, սեփական տարածքների օգտին քարտեզը ինչու պետք է գաղտնի պահի մինչև այսօր։ Չկա տրամաբանություն, հետևաբար կարող է հետո պարզվել, որ Google քարտեզը իրականում թաքցնում է շատ ավելի շատ բաներ եւ դուք կբացահայտեք շատ ավելի շատ վտանգավոր իրողություններ։ Ինչու եք գաղտնի պահում, հրապարակեք տեսնենք թե ով է իրականում ստախոսը եւ ինչ ճշմարտություն եք դուք թաքցնում մեր ժողովրդից։